Ֆորտունայի եթերում տեսադաշտն է, բարև ձեզ։ Վերջին ժամանակաշրջանում բոլորիս ուշադրության կենտրոնում երկու կարևոր թեմա է՝ Քեսաբահայերի խնդիրը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը։ Այսօր մեր հաղորդման շրջանակներում խոսելու ենք այս երկու կարևոր թեմաների մասին իմ հյուրի հետ միասին։ Իսկ իմ հյուրն է Ազգային ժողովի падգամավոր Էդմոն Մարուքյանը։ Բարև ձեզ, պարոն Մարուքյան։ Շնորհակալություն եմ հայտնում, որ ընդունեցիք մեր հրավերը։ Պարոն Մարուքյան, սկսենք թերևս Քեսաբահայերի մասին խոսել, Քեսաբիայից դեպքերի։ Գիտեմ, որ մի քանի օր առաջ Լաթաքիայում եք падգամավորական խմբի հետ միասին եւ տեղում խոսել եք մեր հայրենակիցների հետ, փորձել եք ավելի մոտիկից ծանոթանալ խնդրին, փոքրինչ ներկայացրեք ինչպիսին էր վիճակը Լաթաքիայում եւ ինչու այսպես ստացվեց։ Սիրիայում, ինչպես գիտեք, արդեն քաղաքացիական պատերազմ է, հա, եւ այնտեղ տարբեր բնակավայրեր հերթով ընկնում են կամ հետ են վերադարձում գործող իշխանություններին։ Եվ սիրիական բանակը այս պահին մեր տվյալներով տիրապետում է մոտարապես երկրի 50%-ին, այսինքն Ասադի իշխանությունը, տիրապետությունը կորցրել է մյուս բոլոր վայրերի վրա, որտեղ որ արդեն այսպես կոչված ընդդիմությունը կամ ահաբեկիչները կամ զինյալները տարբեր կերպ են նրանց անվանում, հա, գրավել են քաղաքները եւ բնակավայրերը։ Կապված Քեսաբի հետ, Քեսաբը այդ շարքում մեկն էր եւ ամենառազմավարականը, պետք է ասեմ, որովհետեւ Քեսաբի դիրքը աշխարհագրորեն շատ բարձր է եւ Քեսաբը գրավելով հնարավորություն են ստանում դեպի ծով ելքի եւ մյուսը, որ կարող են Լաթաքյան բարձր դիրքից սկսել ռմբակոծել։ Իսկ Լաթաքյան դա Ասադի ալևիների, հա, լուրջ հենասյուներից մեկն է, այնտեղ է գտնվում հիմնական նրանց աջակիցների բանակը, այսպես կոչված, նրանց բարեկամությունը, հորգերեզմանը եւ ըստ էության շատ կարեւոր նշանակություն ունի հակառակորդ կողմի համար վերցնել, հա, գրավել, իրենց տիրապետության տակ վերցնել Լաթաքյան։ Այստեղ ակնհայտ է, որ արդեն մամուլում կա տեղեկատվություն եւ մենք մեր այցի արդյունքում բարձեցինք, որ Թուրքիան ակտիվ դեր է ունեցել Քեսաբի գրավման հարցում եւ դրա համար է հայկական հարցը այստեղ սրվում։ Այն առումով, որ Քեսաբը Կիլիկյան թագավորությունից մնացած մի օջախ է, որը որ կա Թուրքիայի սահմանի վրա, հիմնականում հայաբնակ, շատ լուրջ կազմակերպված համայնք, որը որ ակնհայտ է, որ Թուրքիան որևէ կերպ մի ինչ-որ հարմար առիթով պետք է փորձեր ինչ-որ կերպ վնասել այս համայնքին եւ նաեւ պատմությունն է ցույց տալիս, որ 3 անգամ եղել են դեպքեր։ Սա 4-րդն է, այո, եւ ցեղասպանությունից առաջ եւ հետո եւս 2 անգամ, հա, Քեսաբը այդպես դատարկվել, ենթարկվել է ահաբեկումների եւ մեր Քեսաբահայերը նորից հետ են գնացել եւ վերականգնել են Քեսաբի հիմքից։ Հիմա սա 4-րդ դեպքն է եւ դեպքը շատ կարճ նկարագրեմ, մինչեւ այդ մեր Քեսաբահայերը այնտեղ ունեցել են հերթապահություն, այսինքն այս 3 տարիների ընթացքում եղած խժդրությունների ժամանակ նրանք ուշադիր են եղել, որտեղ ակնհայտ իմացել են եւ զգացել են, որ հնարավոր է լինի հարձակում նաեւ իրենց բնակավայրերի վրա, որտեղ Քեսաբը եւ հարակից գյուղերը բոլորը հայկական տարածքներ են։ Եվ մարտի 21-ի գիշերը նկատել են, որ թուրքական սահմանապահները մի կողմ են քաշվել եւ թուրքական տարածքը ըստ էության օգտագործվում է եւ օգտագործվել է զինյալների կողմից եւ սկսել է Սիրիայի ապստամբներն են, չէ՞։ Այո, եւ սկսվել է հարձակում։ Շատ, գիտեք, միանշանակ չէ դա Սիրիայի ապստամբներն են թե ովքեր են, որովհետեւ նախ Ղարաբաղուց չեն եղել, ըստ մեր հայերի, որովհետեւ մարդիկ կային, որ գերի էին ընկել այնտեղ եւ պատմում էին, որ հնարավոր չէր նրանց հետ արաբերեն լեզվով որևէ կերպ կոմունիկացիա հաստատել եւ գրավելով տարածքը արդեն վտանգ կար բնակչության նկատմամբ եւ սիրիական բանակը տեսնելով որ չի կարողանում պաշտպանել, չի կարողանում հետ մղել նրանց, սկսել է տարհանել մեր բնակչությանը։ Դուք ասացիք, որ ավելի բարձրադիր գոտում է գտնվում Քեսաբը եւ նաեւ սահմանն ի ծովի հետ, այսինքն ինքը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածք էր եւ բացի դա էլ այդտեղ բնակվում են հիմնականում հայեր, այսինքն այս պարագայում Թուրքիայի երկու կարևոր հանգամանք համընկել է, այսպես պետք է ասեմ, այսինքն մի կողմից հայեր են, որ դա լավ չի թուրքական սահմանի վրա, պետք է այդ մի կրակոցով այսպես ասած երկու նապաստակ։ Իսկ որ շահարկվում է անընդհատ զոհեր են եղել, գերիներ են ընկել, դա ճիշտ է թե չէ։ Մենք զոհեր ունեցել ենք։ Գերիներ ընկել են, մի մասը ազատ են արձակվել, մի մասից տեղեկատվություն չկա։ Կոնկրետ զոհեր տարհանման ժամանակ չեն եղել, հարձակման ժամանակ եղել են վիրավորներ, նաև տարբեր պատմություններ կան երկու կնոջ բռնաբարության մասին, որը մեկ հաստատում են, մեկ չեն հաստատում։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ մյուս քրիստոնյա գյուղերի վրա հարձակումները
եւ որ տեղի են ունեցել, դրա արդյունքում եղել են եւ զոհեր, եւ բռնություններ, եւ նաեւ բացվել են քրիստոնեական եկեղեցիները եւ տարածքները։ Այս առումով շատ կարևոր է շեշտել, որ եթե սիրիական բանակը եւ մեր կազմակերպված համայնքը չկարողանային շատ արագ հասկանալ, թե ինչ է կատարվում եւ դուրս չգային այնտեղից, բանակի աջակցությամբ նույնը կարող է տեղի ունենալ մեր հայրենակիցների հետ։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված արդեն այդ տեսանյութերը, այս հասկացա որ դա նկատի ունեք, դրանք Հալեպի տարբեր տարածքների կռիվների տեսանյութեր են եւ գերիների սպանություններ։ Այսինքն հնարավոր է որ դրանք հայերի հետ ընդհանրապես կապ չունեն։ Ոչ թե հնարավոր է, հենց այդ մասը քեսաբահայերի հետ ոչ մի կապ չունեն։ Բայց դրանք նույնպես Սիրիայում տեղի ունեցող սարսափելի տեսարաններ, նկարներ, երբ օրինակ խաչով Չէ, դա ընդհանրապես կապ չունի, դա պարզվել է որ այլ ապատեղեկատվություն է, որտեվ տեսեք տեղեկատվական պատերազմ է մաղվում երկու կողմերի միջև եւ երկու կողմերն էլ փորձում են ինչ-որ կերպ իրենց ուղերձները հղել աշխարհի բնակչությանը, հա, մյուս կողմը ասում է որ մենք պայքարում ենք Ասադի իշխանության դեմ, հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների, այն մյուս կողմն էլ Ասադի իշխանությունը ասում է որ նրանք տերորիստներ են, այստեղ չկա անդիմություն, ոչ նա ճիշտ, ոչ նա։ Ակնհայտ է որ կան նաև մարդիկ ընդդիմադիր, որոնք այդ 40 տարվա Ասադի ընտանիքի ռեժիմից ուղղակի հոգնել են եւ ցանկանում են փոփոխություններ, սրանց են միացել նաև տերորիստներ եւ մարդիկ, որոնք օրստեյության վարձկաններ են վճարովի կռվում են օրական եւ դա միացել են իսլամական ծայրահեղական խմբեր, որոնք ուղղակի ջիհադի պատերազմ են մղում այսինքն տարբեր խմբեր են սրանք, որը մեկը մյուսի վրա վերահսկողություն չունի արդեն, վերահսկողությունից դուրս է այս ամենը։ Իսկ ինչպիսին էր վիճակը Լաթաքիայում, զրուցեցիք մեր հայրենակիցների հիմնականում ասում։ Տեսեք, բոլոր տեղերում ակնհայտ լարվածություն է կար, ռազմականացված, բնակչությունը զինված, բայց թե Լաթաքյան, թե Դամասկոսը, կասեի Լաթաքյան ավելի անվտանգ էր ինչ որ առումով, քան Դամասկոսը, որովհետև Լաթաքյան ամբողջությամբ ալևիների կողության տակ էր, իսկ Դամասկոսում, որտեղ որ նաև մենք հանդիպումներ ունեցանք իշխանությունների հետ, մարտեր էին մղվում, այսինքն անդադ հնարավոր էր լսել հրետանու ձայնը կրակոցների, ինքնաձիգի կրակոցների, տարբեր տրամաչափի զենքերով կրակոցների ձայներ։ Լաթաքիայում մեր հայրենակիցները հանգրվանել են, պատասխանվել են եկեղեցու տարածքում եւ նաեւ հայկական վարժարանի, նաեւ իրենց բարեկամների տներում, մոտավորապես 670 ընտանիքի մասին է խոսքը գնում, մոտ 3000 մարդ է այնտեղից տարհանվել եւ սպասում են, ինչպես իրենք էին ասում, հուսով, որ հետ վերադառնան Քեսաբ, այսինքն նրանք հույս ունեին, որ սիրիական բանակը Ասադի գլխավորությամբ, Ասադի հրամանատարությամբ կարող է հետ վերցնել Քեսաբը։ Պարոն Մարքյան, ցանկություն չկար հետ վերադառնալ հայրենիք Հայաստանում բնակվել։ Գիտեք, հետ վերադառնալ հայրենիք այնպես չէ, որ նրանք այստեղից են գնացել, որ այստեղ հետ վերադառնան, դրանք ասում եմ երկար պատմություն ունեցող համայնքներ են, ծերունդներ, որոնք Կիլիկյան թագավորությունից են գալիս։ Բայց այնուամենայնիվ այս առումով իրենք ասում են մեր հայրենիքը առաջին հերթին այն բնակարարներն են, որտեղ ապրել ենք, բայց մյուս կողմից հասկանում են որպես հայ, որ մենք ունենք պետություն եւ մեր պետությունը դա Հայաստանի Հանրապետությունն է եւ մեր այցը, մեր հանդիպումները, մեր աջակցությունը, որ մենք արտահայտեցինք այնտեղ շատ կարեւոր էր եւ շատ զգացված էին մեր հայրենակիցները զուտ այն առումով որ տեսեք մյուս քրիստոնյա համայնքների վրա են հարձակումներ եղել քրդերի վրա, ասորիների վրա, արամեական գյուղերի վրա, որևէ մեկը այս ձևով արձագանք չի տվել։ Բայց հետաքրքիր է այն էր որ զգացված էին որ կա պետություն, Հայաստան պետությունը կանգնած է հայ ազգի հայրենակիցների կողքին։ Սա շատ կարեւոր հանգամանք էր, որ հետաքրքիր է այն էր որ պարոն Մարքյան, երբ որոշեցիք այդ պատգամավորական խումբը 6 հոգանց բաղկացած որ պետք է մեկնի, այնուամենայնիվ որոշ պատգամավորներ բացասական արտահայտվեցին եւ արձագանքը բացասական եղավ։ Ինչու՞։ Տեսեք, խնդիրը կայանում էր հետեւյալում, որ մենք մասնավոր նախաձեռնություն էինք իրականացրել, այսինքն մենք ինքներս նախաձեռնել էինք եւ այցելությունը կազմակերպել։ Այստեղ կար նաեւ ինֆորմացիայի բացակայության ինչ որ արդյունք քննադատության, որովհետեւ մարդիկ կային մտածում էին, որ դա պետական ձևավորված պատվիրակություն է եւ իրենց հաշվի չեն առել։ Հետո որ պարզվեց, որ այդպես չէ, ուղղակի մենք ենք նախաձեռնել եւ որևէ մեկը որևէ մեկի ձեռքը չի բռնել, ով ցանկանում է կարող է այցելել Լաթաքիա, Դամասկոս, Հալեբ եւ հանդիպել մեր հայրենակիցներին։ Կարծում եմ քննադատությունը դրանից էր բխում, այսինքն նրանք մտածում էին, որ պատվիրակություն է կազմվել ինչ որ իշխանությունների կողմից, հա, եւ իրենք ներառված չեն։ Հետագայում պարզվեց, որ դա այդպես չէ, այցելությունը մենք ինքներս ենք կազմակերպել, մենք ինքներս ենք նախաձեռնել, որը հետագայում արդեն Սիրիայի հողի վրա պաշտոնական տեսք ստացավ, որովհետեւ արդեն հրավերներ եղան, թե նախագահի հետ հանդիպելու, թե վարչապետի, թե ազգային ժողովի նախագահի, թե Սիրիայի կրոնական առաջնորդի Մուֆտիի հետ։
Երկրորդ քննադատությունն էլ կապված է նրա հետ, որ դուք հանդիպել եք բռնապետին ի վերջո, ինչու են հանդիպել եւ այլն։ Գիտեք, ակնհայտ է, որ Ասադի ընտանիքը եւ հայրը Հաֆեզ Ասադը եւ տղան նրանք ըստ էության իրենց իշխանության տարիներին, իրենց ռեժիմով այսպես կոչված, շատ լավ վերաբերմունք են ցուցաբերել թե հայ համայնքի նկատմամբ, թե ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետ։ Եվ մենք եղել ենք բարեկամ երկրներ եւ այսօր էլ կանք։ Այլ բան է, որ Սիրիան որպես պետություն արդեն ինչ որ կասկածի տակ է դրվում, ինչպես ես նշեցի, 50% արդեն իրենց լիազորություններից, իրենց հսկողությունից դուրս է։ Այս առումով մենք չենք կարող չհանդիպել Սիրիայի նախագահին, գործող նախագահին, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ նախագահի գլխավորած բանակի պաշտպանության ներքո են գտնվում մեր հայրենակիցները Լաթաքիայում, Դամասկոսում, մյուս այլ վայրերում եւ նրանց աջակցությամբ է որ կարողացել են առանց զոհերի, տարհանվել այնտեղից։ Գիտեք, կան այո ուլտրա ժողովրդավարներ, որ քննադատում են, որ տեսեք, դուք հանդիպեցիք բռնապետին, այս միտքը էլի եմ ասել, աշխարհի ամենաժողովրդավարական պետության նախագահն Բարակ Օբաման օրերս հանդիպում էր Սաուդյան Արաբիայի նախագահ Աբդուլլայի հետ, որը որ կարծում եմ որևէ կասկած չի հարուցում, որ ավելի ծայրահեղ բռնապետ է, քան Ասադը, այսինքն Սիրիան աշխարհիկ երկիր է, կանանց իրավունքները պաշտպանված են, ուղղակի մի քանի բանով ասեմ, ասենք կանայք մեքենաներ են վարում, որը որ երազանք է Սաուդյան Արաբիայում, այսինքն որևէ մեկը Միացյալ Նահանգներին չի քննադատում այս առումով, որովհետև հասկանում Միացյալ Նահանգները դեմոկրատ պետություն է։ Այո, որովհետև հասկանում են, որ նահանգները ելնում է իր ազգային շահերից։ Մենք Ասադի հետ հանդիպելու ժամանակ ելել ենք մեր հայկական, մեր Հայաստանի Հանրապետության ազգային շահերից եւ ճիշտ ենք արել, որովհետեւ այդ մարդու իշխանության ներքո այսօր պաշտպանության տակ են գտնվում թե Լաթաքիայում բացառված մեր հայերը, թե նաեւ մյուս վայրերում։ Ի վերջո ասում են մշտական բարեկամների թշնամիներ չկան, կան մշտական շահեր, դա։ Նաեւ եթե հետագայում էլ պարզ է, որ ամբողջ աշխարհը քաղաքագիրտ այսօր դեմ է Ասադի ռեժիմին, եթե հետագայում ռեժիմը ընկնի, եթե Սիրիան մի քանի մասի բաժանվի, կան նման վերլուծություններ, հնարավոր է որ մի մասում մնա նախագահ Բաշար Ասադը, որը որ կլինի մեզ համար ըստ էության այն նույն բարեկամական տրամադրությունով ունեցող նախագահ, որ հիմա է, եւ այնտեղ եթե լինեն հայեր, նրանք հանգիստ կշարունակեն իրենց կյանքն ու կենսագործունեությունը։ Մյուս առումով նաեւ ակնհայտ է, որ եթե այն ուժերը գան իշխանության, մյուս որ տարածքներում եկել են, քրիստոնյաները ընդհանրապես այնտեղ չեն ապրում, այսինքն այնտեղ դուրս են եկել քրիստոնյաները, քրիստոնեական սրբությունները բացվել են։ Եվ հետեւաբար այստեղից եզրակացություն, որ մեկը չեղավ Ասադի ռեժիմը, նաեւ չեն լինելու քրիստոնյա փոքրամասնությունները։ Ուղղակի հնարավոր չի լինելու ապրել այդ տարածքներում, որտեղ նրանք ասում են այո, կարող եք չգնալ, մնացեք, խնդիր չկա, բայց դուք պետք է ընդունեք իսլամ։ Այսինքն այստեղ պետք է մենք մի քիչ ռեալ նայենք մեր խնդիրներին։ Պարոն Մարուկյան, ինչ է արվել այս օրերի ընթացքում արդեն միջազգային ասպարեզում, այս խնդրի հետ կապված։ Մենք ինչ ունենք, առաջընթաց կա թե ոչ։ Այո, ուրեմն հանրապետության նախագահի հայտարարությունից հետո հանձնարարություն է տրվել բոլոր դեսպանատներին, նաև ՄԱԿ-ում եւ Ժնևում մեր ներկայացուցչություններին, ՄԱԿ-ում դիմել են մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին Միացյալ Ազգերի կազմակերպության, իսկ Նյու Յորքում այնտեղ նաև Պան Գի Մունին, եւ մենք տեղեկություններ ունենք, որ Պան Գի Մունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը զբաղվում է հենց Քեսաբի հարցով, այսինքն այդ մարդու իրավունքների խախտումները փաստաթղթավորվում են, հավաքագրվում են եւ նաեւ այս օրերի ընթացքում եղան դատապարտող հայտարարություններ Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի կողմից, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության կողմից երկու հայտարարություն, Կանադայի իշխանությունների կողմից եւ մյուս եվրոպական երկրների նաեւ, որտեղ որ նաեւ հայ համայնքը շատ կազմակերպված, բնական է նաեւ մեր դեսպանությունների աջակցությամբ կազմակերպեց ցույցեր, երթեր, դատապարտելով Թուրքիայի գործողությունները եւ աշխարհի աչքերը բացելով Սիրիայում մասնավորապես քրիստոնյաների եւ մասնավորապես հայ համայնքի հետ տեղի ունեցող զանգվածային խախտումների հետ կապված։ Թուրքիայի կողմից ինչ արձագանքներ են եղել այս օրերին։ Բնական է, որ Թուրքիան չի ընդունելու իրեն ուղղված մեղադրանքները եւ եղել է հայտարարություն, որ մենք որևէ կերպ չենք աջակցում, որևէ կերպ չենք միջամտել այսպես կոչված Քեսաբի գրավման գործողություններին, ավելին Դավութ Օղլուն հայտարարություններ անում, որ հայերը կարող են գալ եւ Թուրքիայում բնակվել, եթե խնդիր կա, եթե նրանց հանել են Քեսաբից։ Բնական է, որ սա թուրքական դիվանագիտության դասական օրինակ է։
գաղափարները նրանց մոտ չի փոխվում։ Տարիներն անցնում են, բայց նույնն է։ Մեթոդները փոխվում են, բայց մոտեցումները նույնն են մնացել։ Պարոն Մարուկյան, ի վերջո դուք վերադառնալով Հայաստան նաև զեկուցումով հանդես եկաք ազգային ժողովի նախագահի մոտ, բոլոր ներկայացրեցիք իրավիճակը եւ այլն։ Հետաքրքիր է դրանից հետո այո նշեցիք, որ որոշակի պետական առումով փոփոխություններ եղել են, հասարակական առումով ինչ է եղել, որովհետեւ վերջո այսօր բոլորից ուզում եմ մի հարց. մենք Հայաստանում բնակվող հայերս ինչով կարող ենք օգնել մեր հայրենակիցներին։ Բազմիցս արդեն նշել ենք, որ առաջին աջակցությունը դա պետք է լինի ֆինանսական աջակցությունը, որովհետեւ Լաթաքիան լավից վատից ապրող գործող քաղաք է եւ այնտեղ կարելի է ամեն բան ձեռք բերել, այսինքն մեր հայրենակիցները եթե գումար ունենան, որովհետեւ նրանք տանից դուրս են եկել, մեկը գիշերային շորերով, մյուսը չգիտեմ իր հողաթափերով, այսինքն այս ամենը պետք է հաշվի առնել, որ ոչ միայն սնունդի կարիք ունեն նրանք, այլ նաև առաջնային օգտագործման պարագաների։ Եվ եթե գումար ուղղակի մենք կարողանանք հավաքել եւ դիվանագիտական աղբյուրների միջոցով հասցնել տեղ, դա կլինի առաջին եւ մեծ աջակցությունը։ Երկրորդը, որ մենք արդեն իսկ արելիվանում ենք, դա միջազգային հանրությանը տեղեկացնելն է, թե ինչ է կատարվում Քեսաբում, Լաթաքիայում, Դամասկոսում եւ ընդհանրապես Սիրիայում քրիստոնյաների հետ տեղի ունեցող խախտումները, որը որ սկսվեց Հալեպից եւ սկսվեց տարածվել մյուս տեղերում։ Այստեղ պետք չէ մոռանալ Հալեպի հայության Հալեպում տեղի ունեցող դեպքերը եւ նաեւ մենք երբ որ ասում ենք Սիրիա-հայության խնդիրներ, սրա մեջ ներառված են Հալեպի, Դամասկոսի եւ մյուս բոլոր այլ բնակավայրերի մեր հայրենակիցների խնդիրները եւ նրանց իրավունքների պաշտպանությունը։ Այսինքն Քեսաբը ուղղակի դրա մի հատվածն է, պետք չէ ամեն բան կենտրոնացնել Քեսաբի վրա։ Ինչու ընդգծված։ Տեսեք, կար հարցադրում, որ օրինակ երբ որ Հալեպը 2 տարի առաջ ընկավ նման դեպքեր են տեղի ունենում, ինչի հենց Հալեպի հետ կապված չեղավ նման արձագանք։ Կար այն ժամանակ մոտեցում, որ ներքին պատերազմ է քաղաքացիական եւ մենք չմիջամտենք նրանց ներքին գործերին, այսինքն ընդդիմություն, իշխանություն, քաղաքացիական պատերազմ։ Բայց այս պարագայում էլ կարող ենք ասել, չէ, որ ինչ որ առումով ներքին է։ Այո, բայց Քեսաբի պարագայում Թուրքիայի դերն ակնհայտ էր։ Հետեւաբար Հայաստանի հայ համայնքի աշխարհասփյուր հայության արձագանքը չէր կարող իրեն սպասեցնել տալ, որովհետեւ 99 տարի անց մենք նորից տեսնում ենք, որ կրկնվում է եթե նույն բանը։ Այո, գրեթե նույն բանը, որովհետեւ եթե դուք Լաթաքիայում տեսնեիք մեր հայրենակիցներին նրանց պատմությունները լսեիք, դուք ուղղակի վեր կհիշեիք Գեղեռնի պատմությունները, որ մենք մեր պատմագրություններում ունենք։ Այսինքն ակնհայտ առաջին էմոցիոնալ թեկուզ եւ պետք է ասեմ զգացողությունը դա այն է, որ որևէ բան չի փոխվել անգամ 99 տարի անց եւ 21-րդ դարում նույնպես հնարավոր է նման ձևով մարդկանց իրավունքները զանգվածային կերպով ոտնահարել։ Եվ այս առումով մենք նաեւ արդեն հայտարարել ենք, որ կա Հայաստան համայնքական հիմնադրամի հաշվի համարը, այսինքն ֆինանսական աջակցության հետ կապված եմ սա ասում, նաև կան այլ մասնավոր հիմնադրամներ, օրինակ Ջինիշյան հիշատակի հիմնադրամն է զբաղվում, տարբեր աղբյուրներ զբաղվում են, տեսեք, եկեղեցական հիմնադրամներ կան եւ էական չէ թե որտեղ կարող են գումարը հանգանակվել, կարևորն այն է, որ այդ գումարը հասնելու է Լաթաքիա, Հալեպ, Դամասկոս, մեր հայրենակիցների ամենօրյա խնդիրները լուծելու համար։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ այսօր Սիրիահայերի հետ կապված այս դեպքերում եւ հասարակական եւ պետական օգնություն տրամադրվում է եւ նրանք մեր ուշադրության կենտրոնում։ Այո, կարող ենք ասել, որ առաջին օգնությունը մենք որ այնտեղ ենք արդեն տրամադրվել էր։ Ինչ եք տրամադրել։ Եվ ոչ թե մենք, այլ որ մենք այնտեղ ենք արդեն տրամադրում էին օգնություն Կիլիկիո կաթողիկոսությունից արդեն ուղարկված եւ գումար եւ սնունդ նաեւ շտապ օգնություն, այսպես կոչված ծրագիր կա, որ հայ հեղափոխական դաշնակցության այնտեղի գրասենյակների միջոցներով էր կազմակերպվում, նաև այստեղից հավաքագրված գումարներով եւ նաև դրան էր գումարվել Միացյալ Ազգերի կազմակերպության աջակցությունը, ինչպես գիտեք, արդեն նաև հայտարարված է, որ ՄԱԿ-ը պետք է աջակցի հենց քեսաբահայերին, որ սակայն այդ շատ կարևոր հանգամանք է, որ Միացյալ Ազգերի կազմակերպությունը ֆիքսել է, որ քեսաբահայերը խնդիր ունեն։ Հետեւաբար Թուրքիայի դերը եւ այլն, այդտեղ սա զարգացման իրավական փաստաթղթավորման հարց է եւ մյուս ամենաթարմ տեղեկատվությունը, որ պետք է ասեմ, Ռուսաստանի Դաշնությունը նույնպես պատրաստվում է, եթե չեմ սխալվում, 2 հումանիտար ինքնաթիռ օգնություն ուղարկել հենց Լաթաքիայում եւ Լաթաքիայում բացպարված քեսաբահայերի համար։ Մեր պետության կողմից նմանատիպ օգնություն չի լինելու։ Մեր պետությունը օգնությունը հիմա կազմակերպում է զուտ ֆինանսական տեսքով, այսինքն թե համահայկական հիմնադրամի, թե մյուս միջոցների։ Այսինքն մենք կոնկրետ գումար ենք տեղ հասցնում, իսկ Ռուսաստանի Դաշնությունը եւ Միացյալ Ազգերի կազմակերպությունը նաեւ բարեկամ այլ պետություններ նույնպես արձագանքել են, որոնց անունները դեռ ճշտվում են, նրանք հնարավոր է ասենք ինչ որ տաք շորեր, չգիտեմ, այս ձևով աջակցություն ցուցաբերվի սնունդի տեսքով։
Շատ լավ։ Պարոն Մարուկյան, արդեն իսկ նշեցի խոսքիս մեջ, որ վերջերս շրջանառվող կարևոր թեմաներից մեկն էլ Հայաստանի Հանրապետության վարչապետի հրաժարականի թեման է։ Անդրադառնանք նաև դրան, որպես քաղաքական գործիչ ձեր դիրքորոշումը սպասելի էր վարչապետի այս քայլը, թե ոչ։ Գիտեք, սպասելի էր, որ նախագահական ընտրություններից հետո փոփոխություններ չեղան մեծ հաշվով եւ ինչ որ մի պահի պետք է ինչ որ փոփոխություններ լիներ, պետք է լիներ, բայց հենց հիմա ինձ համար ճիշտ ասած անսպասելի էր, այսինքն այն պահին, երբ որ մաքսային միության հետ կապված բանակցություններ են ընթանում, փաստաթղթեր են վավերացվում եւ պետք է արդեն ազգային ժողով բերվեր այդ մեծ փաթեթը, հա, եւ մյուսը, որ նաեւ կենկուտակային կեսացիական հետ կապված ռեֆորմա այդպես էլ կասկածի տակ է դրված նաև սահմանադրական դատանի որոշումից հետո ինձ համար ուղղակի անակնկալ էր այս պահի հրաժարականը, բայց այն, որ փոփոխությունների անհրաժեշտությունը հասունացած էր հանրապետությունում, սա միանշանակ է եւ այդ փոփոխություններին կարծում եմ մեր բնակչությունը սպասում է խորհրդարանական ընտրություններից հետո, որովհետեւ եթե հիշում եք, իշխող կուսակցությունը հայտարարում էր, որ հավատանք եւ փոխենք, եւ եթե հաշվի առնենք, որ բնակչությունը հավատաց եւ ձայն տվեց, դրանից հետո փոփոխություններ չեղան, մինչեւ նախագահական ընտրություններ։ Միգուցե նրանք ուրիշ փոփոխություններ Ես չեմ կարող ասել, բայց հետո նախագահական ընտրություններ եղան, մարդիկ սպասում էին, որ հիմա այս նախագահական ընտրությունները կավարտվեն ու կլինեն այն հավատացած փոփոխությունները եւ էլի չեղան, եւ արդեն ծայրահեղ հասունացած էր, որ պետք է լիներ այս փոփոխությունը։ Հիմա սպասենք, տեսնենք, ըստ էության սահմանադրությունը հստակ ասում է, թե ժամկետները ինչպիսին են, հրաժարականից հետո 10 օրյա ժամկետում պետք է նշանակվի վարչապետ, նախագահ խորհրդակցելով ազգային ժողովում քաղաքական ուժերի հետ, խմբակցությունների հետ, պետք է նշանակի վարչապետի բոլորի համար ըստ էության կամ մեծամասնության համար նախընտրելի տեխնացուին։ Այնուհետև նշանակված վարչապետը 20 օրյա ժամկետում կարող է ձևավորել, պետք է ձևավորի իր կաբինետը, կառավարությունը, որից հետո 20 օրյա ժամկետում ազգային ժողով պետք է ներկայացնի կառավարության ծրագիրը հաստատման։ Այդտեղ նոր մեր դերը սկսում է գործել, որովհետև մինչև ծրագիրը չի հասնում խորհրդարանը ըստ էության մեծ հաշվով անհաղորդ է այդ կառավարության ձևավորմանը։ Պարոն Մարուկյան, կարծիքներ կային, որ վարչապետը հրաժարական տվեց այն պատճառից ելնելով, որ ժողովրդի կողմից չընդունվեց այդ կուտակային համակարգի ներդրումը։ Եվ ոչ միայն, բազմաթիվ ռեֆորմներ կան, որ ժողովրդի կողմից չընդունվեցին։ Կոնկրետ կապված այս 6 տարվա ռեֆորմների մասին է խոսքը։ Եվ այսպես նեղացավ, որ իր այդ լավ աշխատանքը չգնահատեց ժողովուրդը։ Նեղանալը քաղաքական կատեգորիա չի, դե ճակերտների մեջ։ Ամեն բան ունի իր ժամանակը եւ կարծում եմ, ելի եմ ասում, փոփոխությունների հրամայականը ծայրահեղ հասունացած է երկրում եւ շատ կարեւոր է, որ նոր վարչապետի տեխնացությունը հաստատվելուց հետո նաեւ լինեն լուրջ փոփոխություններ կառավարության կազմի մեջ, այսինքն լինեն նոր մարդիկ, նոր արհեստավարժ նախարարներ, նոր մոտեցումներ, որպեսզի մենք կարողանանք ուղղակի այս վիճակից դուրս գալ, այսինքն հնարավորություն ունենանք խնդիրներին նորովի նայելու, հնարավորություն ունենանք հետ նայելու, տեսնելու թե ինչ ենք սխալ արել, որ այսքան տնտեսությունը ըստ էության կորուստներ է ունեցել։ Կուտակային համակարգի հետ կապված այս դեպքերը, այս շահարկումները եւ այլն, դուք ինչ դիրքորոշում ունեք։ Իդեպ ինչպես է քվեարկել ազգային ժողովում։ Կուտակային համակարգը չի ընդունվել 5-րդ գումարման ազգային ժողովում, դա ընդունվել է 10 թվականին։ Այս ազգային ժողովում դրա հետ կապված կոսմետիկ փոփոխություններ են եղել, բայց այսինքն օրենքը հիմնական ընդունված է եղել։ Ես հիմնականում դեմ եմ արտահայտվել եւ նաեւ իմ դիրքորոշումը արտահայտված է սահմանադրական դատարանի դիմումի մեջ, որովհետեւ ես հանդիսանում եմ դիմումատու, այսինքն ես դատի եմ տվել, որպեսզի այդ համակարգը անվավեր ճանաչվի։ Ես դիմումատու եմ հանդիսանում սահմանադրական դատարանում եւ սահմանադրական դատարանը մեր դիմումը բավարարել է, այսինքն այն հոդվածները, որ մենք վիճարկում ենք, այդ բոլոր հոդվածները ճանաչվել են հակասահմանադրական եւ անվավեր։ Բայց կարևորն այստեղ այն է, որ մյուս քայլը լինելու է հետեւյալը, որ իմ կարծիքով պետք է խորհրդարան բերվի նորից նախագիծ, որով որ կնորոգվի այդ օրենքը, այսինքն այն հակասահմանադրական դրույթները, որոնք այսօր կան, դրանք կվերանայվեն։ Թե ինչպես կվերանայվի, թե ինչպես կգործի համակարգը կամ չի գործի ընդհանրապես այս պահին մանավանդ կապված այս անորոշության հետ, որ հիմա կառավարությունն է հրաժարական տվել արդեն հիմա պաշտոնակատարները, նախարարները, կարծում եմ դժվար է կանխատեսել։ Օգտվելով առիթից, քանի որ դուք նաև մասնագիտությամբ իրավաբան եք, մի նման հարցադրում անեմ, որ բնակիչներին շատ է հուզում։ Այս ամիսների ընթացքում այնուամենայնիվ նրանցից սպասումներ է արվել աշխատավարձի, ինչ է լինելու, եթե վերադարձվելու դա։ Տեսեք, օրենքը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը։ Սահմանադրական դատարանը ասել է հակասահմանադրական է,
սակայն ժամկետ է սահմանել, որ մինչև սեպտեմբերի 30-ը ազգային ժողովը շտկի, այսինքն այդ հակասահմանադրական իրավիճակը շտկի։ Եթե սեպտեմբերի 30-ից հետո ազգային ժողովը ընդհանրապես վերացնի կൂട്ടակային կենսաթոշակային համակարգը որպես այդպիսին, ապա գումարները հետ կվերադարձվեն։ Եթե մինչև սեպտեմբերի 30-ը որոշվի, որ ռեֆորմը շարունակվում է, բայց այլ ձևով ինչ-որ, որը որ ենթադրում է նորից գումարների հավաքագրում, կարծում եմ հավաքագրված գումարները կուղղվեն մարդկանց կൂട്ടակային հաշիվների եւ կշարունակվի։ Այսինքն մինչև սեպտեմբերի 30 դերևս շարունակվելու է մարդկանցից այդ գանձերը։ Շարունակվելու է։ Պարոն Մարուկյան, նախագահը արտահայտվեց, որ վարչապետի աշխատանքը ամենածանր ու ամենաշնորհակալ աշխատանքն է։ Դուք կիսում եք նրա կարծիքը։ Այո, ես համաձայն եմ, որովհետեւ ես դրանք ավելացնեմ ոչ միայն վարչապետի, այլ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնները, նրանց զբաղեցրած դիրքերն այսպես կոչված, հա, միշտ չէ որ ճիշտ գնահատվում են, այսինքն հնարավոր է դու գիշեր-ցերեկ աշխատես, քո ընտանիքին, քո երեխաներին չտեսնես օրերով, ամիսներով, ուղղակի մի քանի ժամով տեսնես, լավ սենց ասեմ, եւ դրա արդյունքում նվիրված աշխատես, բայց դա որևէ կերպ չգնահատվի։ Դա ակնհայտ բան է, դա պետական ծառայության ամենաբացական կողմն է, բայց այդպիսին է հայրենիքի ծառայությունը։ Դրա համար ես չէի կենտրոնանա միայն վարչապետի պաշտոնի վրա, կարող է նույնը ասվել խորհրդանուն падգամավորի աշխատանքի հետ կապված, նույնը կարող է ասվել նախարարի պաշտոնի հետ կապված, նաև այլ պետական պաշտոնների, որը որ մարդուց պահանջում է 24 ժամյա աշխատանք, այսինքն անընդհատ ներգրաված լինել որոշակի ընթացքի process-ների մեջ եւ ուղղակի չունենալ անձնական կյանք, չունենալ անձնական ժամանակ, չունենալ հնարավորություն սովորական մարդկանց պես վայելելու քո կյանքը, քո ընտանիքի հետ քո ժամանակը։ Դրա համար շատ կարևոր է ուղղակի նաև որոշակի դեպքերում գնահատված լինել, այսինքն կարող է 10 ռեֆորմ անեն, հա, 10 ռեֆորմից 7-ը լավը լինի, 3-ը վատը լինի, մարդիկ լավերը չեն հիշելու։ Մարդիկ միշտ վատն են հիշելու եւ չի գնահատվելու այն մնացած մյուսը։ Որովհետեւ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը այնքան վատ է։ Դա էլ կա եւ անկախության դիտեք 23 տարիներ, այսինքն մենք երկարամյա ինչ որ պետականության պատմություն որպես այդպեսին չունենք եւ ակնհայտ է որ պետական պաշտոնը, դա կլինի վարչապետի, նախագահի, падգամավորի թե նախարարի, ըստ էության դեռ գնահատված չէ, հա, հասկացված չէ որպես այդպիսին։ Մարդկանց մոտ թյուրընկալումներ կան պաշտոնների հետ կապված։ Եվ նաև այդ թյուրընկալումները բնական է որ ստեղծվել են որոշ այնպիսի պաշտոնատար անձանց կողմից, որոնք չարաշահել են իրենց պաշտոնը, որոնք չարաշահել են իրենց դիրքը, որոնք կորցրել են մարդկանց վստահությունը մինչև վերջ, այսինքն այս առումով վատը տարածվել է նաև ամեն եղած լավի վրա։ Բայց միանշանակ մենք պետք է մի բան հասկանանք։ Պետական ծառայությունը պետք է այնպիսին լինի, որ բարեխիղճ մարդկանց համար, ոչ բարեխիղճ ասելով բարձր չէ ինչ եմ ասում, այսինքն մարդ, որը որ չի ուզում կաշառք վերցնել, չի ուզում հովանավորչությամբ զբաղվել, չի ուզում իր պաշտոնը իր շահ իր ընտանիքի ծառայեցնել, հա, բարեխիղճ մարդկանց համար պետական ծառայությունը պետք է լինի ձգող, որ նրանք խրախուսվեն, որ գնան այնտեղ աշխատեն։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայությունը բարեխիղճ մարդկանց համար դա ըստ էության խրախուսելի չէ, որովհետև բարեխիղճ մարդը տեսնում է, որ ինքը չի կարող եղած հնարավորություններով ինքը իրեն իրացնել։ Հետևաբար գնում է մասնավոր սեկտոր, միջազգային կազմակերպություններ։ Պետք պարոն Մարուկյան, որպեսզի բարեխիղճ մարդը կարողանա իրեն դրսևորել պետական կառույցներում։ Ես որպես ազգային ժողովի падգամավոր ամեն բան արել եմ ու անելու եմ նաև իմ մնացած ժամանակահատվածում որպես ազգային ժողովի падգամավոր, որ այդ փոփոխությունները տեղի ունենան։ Փոփոխություններն այնպես չէ որ տեղի չեն ունենում են, բայց մի դեպքում դրանք շատ դանդաղ են տեղի ունենում, մյուս դեպքում դրանց արդյունքները հիմա չեն երևալու, այսինքն բաներ կա, որ հիմա ես նախաձեռնություններ եմ իրականացրել, դրանք ընդունվել են, բայց դրա արդյունքը այսօր չի երևալու, վաղը չի երևալու, դա կարող է մի տարուց 2 տարուց երևա, բայց կարևոր է որ մենք ունենանք ռազմավարական մտածողություն, ոչ թե մտածենք այսօրվա կամ հենց վաղվա համար, հա, այլ մտածենք ավելի երկարատև մեր պետության զարգացման, պետական ինստիտուտների զարգացման համար, որը վերջիվերջո բերելու է պետականության հզորացմանը։ Եվ հետ գալով քեսաբի դեպքերին, եւ նաեւ ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, հա, ակնհայտ է մի բան։ Ցեղասպանվում են այն ազգերը, որոնք չեն ունենում պետություն։ Ցեղասպանվում են այն ազգերը, որոնք չեն ունենում ուժեղ պետություն, նաեւ այսպես կարող ենք ասել։ Եվ այստեղ շատ կարեւոր է, որ համահայկական ցանկացած խնդրի լուծման ճանապարհը մենք տեսնենք Հայաստանի Հանրապետության հզորացման միջոցով։ Այսինքն, մենք մինչև չունենանք հզոր Հայաստանի Հանրապետություն, մենք ոչ կարող ենք ցեղասպանությունը ճանաչել ամբողջ աշխարհով, ոչ կարող ենք մեր հայերին պաշտպանել, որ աշխարհասփյուր տարբեր երկրներում ապրում են եւ տարբեր խնդիրներ կարող են ունենալ։ Ոչ էլ կարող ենք ըստ էության այսօրվա այստեղ ապրող
Հայաստանի Հանրապետության քաղաքացու խնդիրները լուծել։ Պարոն Մարուկյան, ըստ ձեզ վարչապետի կառավարության հրաժարականը կհանգեցնի նրան, որ մենք ապագայում ունենանք հզոր հայրենիք, հզոր Հայաստանի Հանրապետություն, պետություն հայրենիք ճշփոթ, եւ չեք կարծում, որ սա պարզապես իշխանության կողմից հերթական անգամ իրականացվող մի քայլ էր, որի միջոցով նա թոզ չէ ժողովրդի աչքերում։ Տեսեք, բնական է, որ ցանկացած նմանատիպ քայլ, հրաժարական, նախարարի փոփոխություն, հա, դա հերթական ներքաղաքական ինչ որ խնդիրների լուծմանը միտված քայլ է, առաջին հերթին։ Երկրորդը, ինչպես ես արդեն նշեցի, նոր մարդիկ եթե գան, նոր մարդիկ կունենան նոր մոտեցումներ տարբեր խնդիրների հետ կապված եւ նոր ռեֆորմներ կարող են տեղի ունենալ, որոնք կբերեն ինչ որ փոփոխությունների։ Մենք պետք է հույս ունենանք, հույս հայտնենք, որ այդ փոփոխությունները պետք է բնականաբար լինեն դրական, այլապես անիմաստ է որևէ կերպ կառավարությանը ուղարկել բանի, հա, հանգստի։ Այս առումով ակնհայտ է, որ խնդիրը դրված, որ ավելի լավը լինեն։ Բայց ես միշտ դեմ եմ, որ մենք մեր պետական բոլոր խնդիրների լուծումը, մեր երկրի բոլոր խնդիրների լուծումը կապենք մի անձի կամ 20 անձի հետ, հա, վարչապետ, 20 նախարար, ըստ էության սա սխալ մոտեցում է։ Եվ նաև ես դեմ եմ այն մոտեցմանը, որ երկրում եղած բոլոր չարիքները եւ բոլոր այն ռեֆորմները, որոնք որ չիրականացան կամ վատ իրականացան, հա, այդ բոլորը կապել մի անձի վարչապետի հետ։ Սա շատ սխալ մոտեցում է, որովհետեւ դուրս է գալիս, որ ուղղակի մենք փնտրում ենք միշտ մի քահության նոխաս, մյուսները չեն պատժվում եւ շարունակում ենք գնալ նույն ճանապարհով առաջ։ Հետևաբար պետք չէ ամեն բան բարթել արդեն հրաժարական տված վարչապետի եւ կառավարության վրա, այստեղ բոլորը կարող են մեղք ունենալ եւ ունեն, եւ շարունակությունն էլ ասեմ, պետք չէ շատ մեծ հույսեր կապել նոր եկողների հետ, որ հիասթափությունը խորը չլինի։ Պետք է միշտ պահանջատեր լինել։ Այո, պետք է միշտ պահանջատեր լինել եւ աշխատեցնել կառավարությունը։ Ինչ է կառավարությունը։ Կառավարությունը եւ ազգային ժողովի падգամավորները մեր ժողովրդի ծառաներն են, մեր աշխատողներն են, մեր հարկատուների վճարած հարկերից են նրանք աշխատավարձներ ստանում։ Հետևաբար մենք պետք է պահանջենք, որ նրանք լավ աշխատեն։ Երբ որ վատ են աշխատում, նրանք պետք է հեռանան, այսինքն պետք է մենք նրանց հեռացնենք, նորերին վարձենք, որ նորերը ավելի լավ աշխատեն։ Հիմա մենք այդ գործընթացի մեջ ենք։ Այո, ես միշտ կոչ եմ անում հեռուստադիտողին, որ պետական մարմինները մեզ ծառայելու համար են եւ պետք է պահանջատեր լինենք։ Իհարկե, պարոն Մարուկյան, ավելի շատ թեմաներից կարող ենք խոսել, ցավոք ժամանակը չի բավականացնում, բայց հուսով եմ առաջիկայում մենք հնարավորություն կունենանք խոսելու արդեն ազգային ժողովում ձեր ծավալած գործունեության մասին, խորհրդարանական լսումների եւ այլնի։ Այսօր այսքանն ենք նախատեսել։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը եւ մեր տաղավարում եք։ Իսկ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր տեսադաշտում էր ազգային ժողովի падգամավոր Էդմոն Մարուկյանը, խոսում ենք հեսաբի դեպքերի եւ վարչապետի հրաժարականի մասին։ Եզրահանգումները թողնում եմ ձեզ, կարող եք ձեր հարցերն ու առաջարկները ուղարկել մեր հասցեին եւ հիշեք, որ ձեր ցանկություններն առաջնային են մեզ համար, քանի որ մենք աշխատում ենք հենց ձեզ համար։ Այնպես որ ակտիվ եղեք եւ մնացեք մեր տեսադաշտում։